մեր այդ նորմատիվային ժամանակը 1 ժամ 15-20 վայրկյան, որ դու վիրակապ ունես մարմնի վրա, 1 րոպե 20 վայրկյան խոսքը։ Ես ձեզ կսովորացնեմ վիրակապ ունել 10 վայրկյան։ 10 վայրկյան։ Հասկանում եք, ինչքան լավ մեթոդ է։ Так, եկեք սկսենք դրվից։ Վերքը ճակատին է, վերքը ճակատի վրա է, մեզ պետք է վիրակապել ճակատը, ստեղ դնում ենք որևէ բանը, ստեղի լավներոցին եռանկյունաձև վիրակապի հիմքը դնում եմ ճակատին, բռնում եմ ճակատը, առանց խնդալու, ականջների հետևով, այսպես, իջացնում եմ վիրակապը ծոծրակի վրա ու ֆիքսում ու կապում եմ։ Ես ունեմ ճակատ գագաթային ամուձիկ կապածը, պատկերացնում եք։ Всё, ես ունեմ ճակատային վիրակապ։ Գնանք։ Վիրակապի հիմքը ոնց որ են անգամ, բայց այս անգամ դնում եմ ծոծրակի վրա։ Ականջները ընդգրկելով, բերում եմ դեպի ճակատ, անում եմ առաջին կապը ճակատի վրա ձիգ։ Ու խանգարող հատվածը բարձրացնում եմ վերև, դնում եմ այսի բանի, երկրորդ կապը դնում եմ առաջին վրա, որ բեմքից հավաքել բոլոր խանգարող։ Եվ ես ունեմ 10 վայրկյանում, ես ունեմ ծոծրակի ու գագաթի ամբողջ գլխի հետևը ես կապեմ։ Հասկացաք։ Չգիտեմ ինչով կապեմ, ինչին կպցնեմ էսի, հասկանում եք, ինքն հենց առանձնացված մաս ունի, որ իրան, ասենք, որ ես պրոստը իրան վերցնեմ, ինչ-որ փորձեմ սենց փաթաթեմ, ինչ անում փաթաթեցի, բայց ինքս եմ պլատ ընգնելու եմ, ֆիքսելու տեղ չունեմ, որպեսզի ես իրան ֆիքսեմ, եռանկյունաձև վիրակապով և վիրակապական այս մատերիալը ինձ հերիքի, ես ունենում եմ մի հատ քնարք, ես ինչա, պարա, ես ինչա, գոտի, կոշիկի շնորուկա ես, պատյաշկայա, ես որ վարակույրը կտրել էի անկյունագծով ճղել էի, սարքել էի եռանկյունաձև վիրակապ, այդ վարակույրից մի հատ էլ ոսկրեցի, փոխեցի, ես որ մի հատ քառակուսի սավանի կտորը հանել էի, անկյունագծով ծալել էի, որտեղ չեմ կարող կտրեմ, անկյունագծով ծալել էի, սարքել եմ, այդ սավանից մի հատ է պարոս կտրեցի, ստացա, պարան։ Հասկացաք, ինքը ամեն ինչ ցանկացած պարան է, այս եռանկյունաձև վիրակապի սուրճ հատվածը հաթաթում են այս պարանը, բոլորում են, այսպես, երկու են, եսեք ինչ ունեցա, լրացուցիչ կապիչներ, այս բոլորած մասով դնում եմ ուսի վրա, օգնի ինձ գրիգոր, կապի, ու կապում եմ թևի տակի, այս մասը փակեցի, մնաց այս երկու ճոթիկներ, այս երկու ճոթերը հավաքեցի դրικής մեջ, շատ ձիթոտ, դու թողաշ, որ ենքամը միան կապարից, տակ, ես ուսն էի չէի կապում, կան բազուկ հավաքեցի, բարձացավել է, ու ձգեցի, Արտուր, նայք ինչքան կոկիկ, ձիգ ու ամբողջական ես փակել եմ ուսը, ուսակ, որ փակել եմ, չէ ուսը, դե հիմա փորձ։ Գագաթին փաթաթում եմ թելը, նույն ձև, ոնց որ արեցի նախորդ անգամ։ Արի մոտիկ։ Այս կապը դնում եմ գոտիկին։ Նա ճոկիտը։ Այս կապ։ Դրվեց, կապում եմ կոնքը, չէ, հեսա չէ, ես մի ճոտ, ես մի ճոտ, ձգեցի ու ֆիքսեցի, նայք, կապը, ես ունեմ կոնքը կապած, փորձեք,
տեղա ինչ-որ վեր կա, վնասված կա, կոտրված կա, պետք է փակել։ Այս պետք է ամբողջը փակել։ Եռանկյունաձև վիրակապի գագաթը դնում եմ, փռում եմ իմ ձեռքի վրա, տեսակ ոնց։ Մոտեցա, կեսով դրեցի իր ձեռքի տակ, առաջի ես եռանկյունին փակեցի վրան։ 1, 2-ը եկան ձեռքերից մեջ, հոպ, հաչեցի, մեկցի, ձգեցի 1, հաչեցի 2, բերեցի կապեցի։ Ինքը լրիվ փակվեց, տեսնում եք լրիվ փակավեջքը և թիքսած, փորձեք։ Հասկացան, տակից, էսի եկավ վրա, էսի խաչվեց տակը ու փաթա։ Կապում եմ լրացուցիչ թել, 1, 2, կապ եմ դնում, ծայրով, նայում եք, այսպես կապացի, հասկացակ ես, կծկավանդակին վիրակապական նյութը դրել եմ, մնում է ֆիքսել, ուսով, իքրամեջքին, տդպի, նայեք, ես երկու ծայրերն են, ես էլ երորդ ծայրն է, ես միացրեցի մի ծայրի հետ ու դրեցի կապ, ձգեցի մի առժամանակ, երկրորդը, Դες ոնց է փակ կծկավանդակը։ Եկա, հետո։ Հետո։ Արի քեզ մի անգամից մեջ կս։ Ու առաջից։ Կապն առաջից դրեք։ Հիմա կապի մեջ կիծը։ Մեջ կկապի։ Ուրա երկրորդ ճոճը, հեսա։ Ինչի ասա բաստորը։ Էսի մի կողմից, են երկուսը իրար են, սպասի, ես մեկ, ես երկու, եսի ստեղա, ես է ստեղա, իրար հետ, կապ, մեկ, երկու, ու ձգես, շա, պտտվի, ունենք մեջքի լրիվ փակող վիրակապ, արի ստեղ, արի ժամանակ չունենք, հա, պլեջ, Այս հատվածն ենք կապում, երկար մասը, մեր եռանկյունաձև վիրակապը, դնում եմ սրան վահայած, նայեք, հանդիպակած իրար եկան, 1, 2, ու կապ, Արնահոսությունների ժամանակ, երակային արնահոսությունների ժամանակ, իսկ դա ամենավտանգավոր արնահոսությունը երակային, զարկերակային արնահոսություններն են, որոնք եթե շատ արագ չդադարեցնենք, մարդը կմահանա արյան կորստից։ Վերջույթներից արնահոսության ժամանակ եթե մի ոտքը թե ձեռքը, ես ցույց տամ ձեռքի վրա, պետք է դնել ժգուտ, լարան։ Բժշկական լարանը ռեզինից ուրեմն պարանա, ձգվող։ Առանցքական, որը պետք է դնել, օրինակ վերքը ստեղ է, որտեղ դնեմ այդ լարանը։ Ինչի ստեղ չդնեմ։ Այո, ստեղ երկու ոսկոր է, ճիշտ է։ Ուրեմն դնում ենք վերջույթին միավորսկոր մասի վրա։ Էս է մեր միավորսկոր կտորը, այստեղ երկու ոսկոր է։ Այստեղ ժգուտը, բժշկական ժգուտը, որը ռեզինից է, որ ես դնում եմ, կապ եմ անում ու շատ ձգում եմ մի կողմը, շատ ուժեղ։ Արնահոսությունը պիտի դանդաղի թե դադարի։ Դադարի։ Բացարձակ դադարի։ Եթե դանդաղեց, նշանակում է ժգուտը բավականաչափ ձիգ չի։ Շատ պետք է ձգել։ Ու հետո, որից հետո, անպայման, դա օրենք է, հիշեք, դրված ժգուտի ժամը ֆիքսում ենք և գրում ենք վիրավորի վրա։ Ինչով ենք գրում, թուք չկա ձեռքի տակ, գրեցիր, չկա արյունով մատը թաթախեցիր, ճակատին գրեցիր։ Խնդում ես, բայց դա համար կյանքը արժենալու, որովհետև ժգուտը կարելի է թողնել ժամ 20 րոպե մաքսիմում։ Եթե դու դրանից ավել ժգուտը չթուլացեցիր
ձեռքը հետո կամպուտացնեմ։ Դրա համար դուք ձեր այդ խնդալի գործողությունը անելը պարտք իրա, որպեսզի եթե վիրավորը 1 ժամ 20 րոպե հետո չի հասել բուժ հաստատություն, որտեղ բժիշկները կզբաղվեն իրանով, օգնող կետում այս տղան ընկերը, որ տեսնում է, որ ժամանակը սպառվում է, բացում է ժգուտը մի աննշան, ոչ թե հանում է, այլ մի թեթև կապը քանդում է մի ստից, որպեսզի այս հյուսվածքները սնվեն արյունով եւ թթվածնով, որպեսզի չզարգանա երկարատև ճզմման համախտանիշ կամ կարճ ասած crash սինդրոմ։ Երկրաշարժի 88 թվականի երկրաշարժի ժամանակ բժիշկները իրոք չգիտեին crash սինդրոմի մասին եւ փլատակի տակից հանած 3-րդ, 4-րդ օրը հանած վիրավորի, ասենք օրինակ տանելն ընկել է ձեռքի վրա, հա, բայց ինքը ողջ էր մնացել։ Պանելը բարձրացնում էին, տակից վիրավորին հանում էին, տանում էին հիվանդանոց ճանապարհին մահանում։ Crash սինդրոմի պատճառով, որտեղ ստեղ որ հյուսվածքները արդեն քայքայվել են, շատ թունավոր նյութեր են արտադրվել ներսում։ Եվ երբ որ դու արյան հունը բացում ես, ինքը լցվում է արյան մեջ եւ սպանում է մարդուն։ Crash սինդրոմ չլինելու համար ճշմարտ ձեռքիթը պետք է լինի այդպեսի մի ժամ 20 րոպե։ Եթե դրա համար մենք ասեցի փաթախեցի ճակատին գրեցի ժամը, որպեսզի Գրենք ես դրել։ Ես դրել։ Մի հատ շատ կարևոր նյուանս։ Հիմա եթե դուք ինձ հարցնեիք, բա Քեչիցին է, բա հիմա ձեր ձեռքի պարանը ընդհանրապես ձգվող չի։ Դուք հասկանում եք, չէ՞, որ չձգվող չեմ կարա իրան հասնեմ իմ ուզածին։ Այսինքն ես հիմա որպեսզի չցավացնեմ չեմ անում, բայց դուք պատկերացնում եք, որ սա ես ինչքան էլ ձգեմ, ես չունեմ ձգվող մատերիալ։ Ինձ պետք է չի ձգի ձեռքը, սա ժգուտ չի դառնա։ Բա ինչ անեմ։ Տեսեք ինչ հնար է, մի րոպե քոն գնամ։ Մի հատ երկարի կտոր ցանկացած, պինդ առաջ գա, ցանկացած։ Փայտի կտոր, շիշ, ինչ ուզում ա լինի, որը կդիմանա։ Ձեռքին դրեցի ժգուտը, կապեցի առաջի կապը։ Առաջի կապը դրեցի նայ։ Օպա։ Ձիգ, երկրորդ կապը թույլ։ Դրեցի, ես պատարակա խրեցի մեջը կապեցի։ Հիմա նայեք, 1, 2, ու սկսեցի ձգել, որպես լծակ ձգվում է ձեռքը։ Հասկացաք, ես կարամ որպես լծակ իրան ենքան բոլորեմ, մինչև ստանամ ժգուտ էֆեկտ։